Փարքնեժդեհին նկատել եք, որ Նիկոլը բացարձակապես խոսում է իբր իր կողմից չսիրված ռուսամետ ուժերից, այսինքն Ռոբերտի, Տաշիր Սամոյի, Ծառուկյան Գագոյի ուժերից։ Սրանք էլ խոսում են բացառապես Նիկոլից։ Այսինքն ըստ այս երկու խմբի, այսինքն պուտինական, բոլորն էլ տեսանք Նիկոլն էլ գնաց Պուտինի մոտ, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այսինքն ներքին ընտրությունների հետ կապված հարց բարձրացրեց։ Ասենք գնացել է օտար երկիր, մեր ընտրություններից է խոսում։ Պատկերացնեք, չէ՞, այսինքն ինքը նշանակում է ընդունում է, որ ինքը ընդերից կախված է։ Ինքը ընդունում է Պուտինի գերակայությունը։ Այն որ ասում են Հայաստանը անկախ է, Հայաստանը Եվրոպա, Հայաստանը արևմուտք, Հայաստանը էս, մարդը այդ քայլով ապացուցեց, որ ինքը հաշվետու է Պուտինին։ Գնացել էր ասել, որ սենց իբր, բայց դա ես ասել եմ դա ինչ նշանակում։ Բայց տեսնում եք, չէ՞, որ ասենք հենց այդ նույն Տաշիր Սամոն, այդ նույն Քոչյան Ռոբերտը, այդ նույն Ծառուկյան Գագիկը իրենք ցույց են տալիս, որ դաշտում մենակ իրենք են ու Նիկոլը։ Հիմի բա ոնց հասկանանք, այս մեր քաղաքական դաշտում այս 30 տարի այլընտրանք չի եղել։ Անտա դուք բեմականացնում եք մի պայքար, որտեղ իբր մենակ դուք եք։ Արդյոք սա մեկը մյուսին արժևորելու գործընթաց չէ։ Իհարկե արժևորում, Նիկոլը արժևորում է Ռոբերտին, այսինքն բարձրացնում է էլի, այսինքն ժողովրդի աչքին։ Հա տպավորություն է ուզում ստեղծի։ Մենք գիտենք, որ Քոչայանները, Սերժիկները 21 թվականի խորհրդարան չէին կարող անցնել։ Նկարած է դա։ Նիկոլն էլ չէր անցնելու։ Իրավիճակը, մթնոլորտը, խաբեությունը, ճնշումը, վախը։ Եթե մարդը ասում է կործանար պատերազմ է լինելու, դա արդեն իսկ ընտրությունների արդյունքի վրա ազդելու վատ միջոց է։ Դա արդեն իսկ կեղծիք է, վերջ։ Շանտաժը դա ընտրակեղծարարություն է։ Դա շանտաժ է։ Հենց հիմա արդեն Նիկոլը ընտրակեղծարարությունը սկսել է։ Այդ շանտաժը։ Հիմա, եթե նա խոսում է Նիկոլից, Նիկոլը խոսում է սրանից, արդյոք ժողովրդին ուզում են ցույց տան, որ հանգարց աչքները, օրինակ Բևերի, Սասնա ծռերի կողմ չգցեք։ Իհարկե։ Հենց դա է նշանակում։ Եվ այս խաղը նաև խաղում է հենց այդ նույն Տաշիր Սամոն, Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյան Գագիկը։ Հենց դա են խաղում իրենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդին ասում են մենք ենք։ Այս 4-ս ենք։ Էլ մարդ չկա։ Բայց այստեղ հարց է առաջանում։ Բա որ մարդ չկա, ինչի՞ եք տղին տարել նստեցրել բանտ։ Եթե ինքը այդքան չի ազդելու ձեր վրա, ասա խոսքը Վարժան Ավետիսյանի մասին է։ Եվ մնացած Սասնա ծռերի։ Յո, տուտ, Սասնա ծուր կա բանտում։ Լավ, եթե դուք եք այդ ուժեղ տղերքը, էլի, հա։ Այդ 4-ը դեք ուժեղ տղերքը։ Բա այդ խեղճ կրակ Վարժանին էլ թողեք, ինչ պետք է անի ձեզ, էլի որ դες բանտում պահում եք։ Կարող է ուժեղ տղեն ինքն է դրա համար դենց տարել եք բանտ, որ դուք ձեր մեջ ուժեղ տղա խաղաք։ Հա, սիրելի հանրություն, ասենք վարչապետ, այսինքն բերանս էլ չի ֆռում, լեզուս էլ չի ֆռում, ասեմ վարչապետ։ Լակոտի մակարդակի, ասում է, բան են անում էլ իրար, իբր թե սս տղավարի, չգիտեմ էլ, արդեն չգիտեմ ոնց, ասում է, ուժեղ տղա, իբր ինքը Տաշիր Սամոյին է դիմում, ինտերնետ էլ ունես, հեռախոս էլ ունես, ազատություն էլ ունես, մտի խոսը ասալը տենամ ինչ, որտեղ է քո ուժը, ինչ ուժեղ, բան էլի, սենց ուզում ասի, բան էլ լեզու բերան չունես էլ քո ուժը որտեղ էլի, դե ուժեղս մտի մի բան խոսի։ Լակոտ, հլը Վարժանին բանտից հան, ու մի հատ դες բան գրի էլի Վարժանին, չնայած բոլորս իմ հասցեին, մնացածի հասցեին։ Լեզուտ կկտրեք ու հասկանում եք, ուժեղ տղեն բանտում է, իրենք են տարել։ Մենակ Նիկոլի գործը չի, դա Կրեմլի, Ադրբեջանի, դա Թուրքիայի պահանջն է։
Ասենք վարժանին որ լսում են, հասկանում են, որ այս մարդը նոր նժդե է։ Հակառակ դեպքում, եթե իրենք այդպես ուժեղ տղերք են, ասենք իրենք պետք է վարժանից չվախենային Ավետիսյանից, չէին տանելու բանտ։ Ուժեղ տղերք։ Դու եթե դուք այդպես արդար պայքարի սիրահարեք, վարժանին բանտում ոչ հեռախոս եք տալի, ոչ ինտերնետ եք տալի, ազատություն դե չունի, այս բոլոր պայմաններից զրկված է Վարուժան Ավետիսյանը։ Տաշիր Սամոնը Լեազատ, Ծառուկյան Գագիկն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժիկ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, դու ազատություն էլ ունեն, հեռախոս էլ ունեն, փող էլ ունեն, իրավունք էլ ունեն։ Բայց եթե դուք այդպես հզոր եք, ինչ պետք է անի այդ խեղճ ու կրակ Վարուժան Ավետիսյանը։ Թողեք ազատ էլի։ Թե վախենում եք։ Ցռաններ։ Սիրելի անություն, Հայաստանում ուզում են կրկնել 21 թվի իրողությունը։ Հա, ասենք Սերժ գիտե, Տաշիր Սամոն կարող է լինի։ Բայց նույն իրավիճակն է լինելու, որտեղ այս խորհրդարանի օրոք էլի եմ ասել, Արցախ է հայաթափվել ու այս խորհրդարանը չի լուծարվել։ Ու այս խորհրդարանը եւ թուրքերին եւ ռուսներին ձեռնտու է այս տիպի, այսինքն ռուսահպատակ, թրքառուսահպատակ խորհրդարանը ձեռնտու է, որ հաջորդ քայլերը այն մահացու սահմանադրությունը ընդունեն գնա։ Ուժեղ տղեն Վարուժանն է։ Եթե իրենք Վարուժանից չվախենային, Վարուժանն ազատ կթողնային։ Ինչպես մնացած, այնքան մարդ կա ազատ ֆրֆռում է, ասում է ես կուսակցական եմ, ես հզոր եմ, հեսա ես մտնելու եմ խորհրդարան, բան։ Չէ՞ որ Նիկոլի Սազանդարներից կամ, չէ՞ որ ընդդիմադիր արևմտամետ են խոսում։ Հա, Վարուժան բդրանց չափ չկա։ Թողեք էլի ինչ պետք է անի ձեզ։ Թողեք ազատ էլի։ Չեն թողնի, որովհետև ուժեղ տղեն ինքն է, Վարուժանն է, որը խանգարելու է սրանց։ Ընտրակեղծարություն արդեն սկսված է։ Խոյեմ եղեք։